Մի կաթիլ մեղրի պատմությունը կամ ինչպես գյուղապետը որոշեց տեղափոխել Նժդեհի Կիսանդրին։ Նախ Նորաշենի գյուղապետ Արտուր Սարգսյանը համաձայնվեց հարցազրույց տալ, հետո ասաց, որ իր փաստաբանի հետ է խոսել ու ոչ մի հարցազրույց էլ չի լինի։ Հարցեր ունեք գրավոր դիմեք, ասաց ու հեռախոսն անջատեց։ Ժամը լրատվականն այնուամենայնիվ պայմանավորված օրը տեղում էր, նկարահանող խմբի մուտքը Նորաշեն այս տիկնոջը հենց սկզբից դուր չեկավ։ Մեզ նկարի կազարակ գջարդեմ։ Ինչ? Ապարակ գջարդեմ նկարես։ Մինչև կուլմինացիային հասնելը տատիկը զուսպ էր գյուղի գովքներ անում։ Մենք ստեղի բնակիչ ենք, մենք ինչ ներկայացնես, մենք գյուղացիներ ենք, անունի հետ գործ չունես, նկարելու կարիք էլ չկա, մեր գյուղը շատ լավ գյուղ է, իդեալական գյուղ է, մեր գյուղը թերություններ չունի։ Այդ գյուղապետարանի դռան առջև է համեմատաբար անթերի, մի քանի մետր այն կողմ Նորաշենի կենտրոնական ճանապարհն է, կամ այնինչ մնացել է դրանից։ Ջրագիծ են անցել, ամենը 10 օր չկա։ 10 օրվա ընթացքում Մոսկվան ես իմ քանի տարիների ընթացքում սարքվել։ Հիմա այս մարդը քանդելա որ սարքի։ Հա, այդտենց է եղել միշտ էլ, հա։ Լեսով են դզել։ Այն, որ ժամի նկարահանող խումբը լինելու էր Նորաշենում, միայն գյուղապետը գիտեր։ Գուցե պատահաբար գյուղացիները մեկը մյուսի հետևից հայտնվում էին գյուղապետարանի մոտ ու համոզում, որ իրենց գյուղապետը լավ մարդ է։ Իսկ ժամը լրատվականին միայն Նժդեհի Կիսանդրին էր հետաքրքրում։ Նժդեհի արձանը եղել է դրված է եղել այստեղ։ Տեղ է դրված, բայց ստեղից հանին որտեղ տարան։ Իսկ ճիշտ է գյուղապետարանում էլ։ Գյուղապետն այդպես էլ չհայտնվեց, միայն հեռվից հեռու գյուղացիներից հեռախոսով ճշտում էր, թե որտեղ է նկարահանող խումբն ու ինչ է անում։ Գյուղապետի չափից ավելի զգուշավորության պատճառը գուցե մինչև այդ եղած հրապարակումներն էին գյուղի խնդիրների մասին։ Իսկ Նժդեհի Կիսանդրին գտնելը դժվար չէր։ Այն գյուղապետարանի շենքից մի քանի քայլ այն կողմ էր, մեկ այլ հուշարձանի կողքին։ Նելի Հարությունյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։